ժամկետի երկարության մասը լսելով դատավորության մասնակիցների դիրքորոշումները, ներկայացված փաստարկները արձանագրում են հետևյալը. Անկախ ով իր դիրքորոշում է արտահայտում, բնականաբար իր տեսանկյունից գնահատականները դրանց մեջ կան թե օբյեկտիվ տարրեր և թե սուբյեկտիվ տարրեր։ Եվ այս պայմաններում հարցը օբյեկտիվ տարրերը ինչ նշանակություն կարող է ունենալ կոնկրետ հարցի քննարկման տեսանկյունից, սուբյեկտիվ տարրերը ինչ նշանակություն։ Եվ որը կարող է 5 ամիսան արտախափանիչը փոխելու կամ չփոխելու, արձանագրելու, որ իրավաչափության պայմանի մեջ փոփոխություն եղել է, թե ոչ, կամ իրավաչափության պայմանը վերացել է, թե ոչ։ Այս համատեքստում հաշվի առնելով 2026 թվականի ապրիլ 17-ին դատարանի կողմից կայացված որոշմամբ արձանագրված հանգամանքները, դատարանը արձանագրում է, որ խափանամիջոցի տվյալ դեպքում այն ժամանակ ընդհանուր խափանամիջոցներն են քննարկվել, հետևաբար համակցված կիրառված խափանամիջոցների տնային կալանքի, գրավի և վարձակալելու արգելքի գործողության ժամանակ իրավաչափության պայմանները չեն վերացել։ Արդյոք ենթարկվել են փոփոխության, թե ոչ, և ենթարկվել են այդ փոփոխությունը կարող է դիտարկվել խափանամիջոցի տվյալ դեպքում տնային կալանքի փոփոխման հետ կապված, թե ոչ։ Արձանագրենք, որ մենք ունենք ընդամենը ժամանակի հոսունություն, որովհետև դեռևս գտնում ենք նախնական դատավարությունների ընթացքում ապացույցման գործընթաց չի սկսվել, ապացույցներ չեն ստացվել։ Խափանամիջոցի կիրառման հիմքում դրվել էր քրեական վարույթին խոչընդոտելու հավանական ռիսկը, այսինքն քրեական դատավարության ընդգրկով կամ դատարանի որոշմամբ մեղադրյալի կողմից իրավադրված պարտականություն չկատարելը առավելապես ապացուցման գործընթացին ապօրինի միջամտել։ Այս առումով անկախ նրանից, թե ինչ է արձանագրվել այս ժամանակահատվածում, մասնավորապես տնային կալանքի կիրառման պայմաններում մի շարք անձանց հետ շփման հնարավորություն, ոստիկանության ծառայության կոնկրետ ստորաբաժանման կողմից Սամվել Կարապետյանին դատական նիստերի մասնակցության ապահովման համար ուղեկցում և մոտ 3 ամսվա ժամանակահատված, դրանք օբյեկտիվ հանգամանքներ են, բայց դատանի գնահատմամբ դրանք բավարար չեն արձանագրում, որ այդ հանգամանքները որպես փոփոխություն արձանագրեն, կարող են դիտարկվել որպես խափանամիջոցի գործողության ժամանակ իրավաչափության պայմանի վերացում կամ փոփոխություն, որը կարող է խափանամիջոցը փոխելու 5 ամիսան։ Հետևաբար այս ամենի համատեքստում դատանը գտնում է, որ խափանամիջոցի ժամկետը տնային կալանքի ենթակա երկարաձգվում։ Երկարաձգման որքան ժամանակով այս առումով դատարանը ունի որոշակի իր դիրքորոշումը։ Բնականաբար միշտ իր դիրքորոշումն է արտահայտում, հաշվի առնելով կողմերի հայտնած կարծիքները։ 1 ամիս ժամկետը հաշվի առնելով այն հնարավոր գործողությունները, որոնք ենթակա են կատարման և որի արդյունքում դատանը կարող է արձանագրել այս կամ այն իրավիճակի փոփոխություն, դատանի գնահատմամբ ողջամիտ չէ։ 3 ամիս ժամկետի երկարացումը հաշվի առնելով, որ ինչ ապացույցներ մենք ունենք, ինչ հաջորդականությամբ դրանք կարող են հետազոտվել, որ մի դրվագի մասով դատարանը խափանամիջոցի հարցակնման տեսանկյունից դա հաշվի չի առել և ապացույցների մասը վերաբերում այդ դրվագի, այս առումով էլ 3 ամիսը գտնում է շատ։ Հետևաբար դատարանը ողջամտության պայմաններում հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, օբյեկտիվ հանգամանքները, որոնք նշանակություն են, գտնում է, որ տնային կալանքի ժամկետը պետք է երկարաձգել 2 ամսվա ընթացքում և այն խնդիրները, որոնք դատանը տեսել էր կամ գնահատել էր ռիսկերը ապրիլի 17-ին որոշում կայացնելիս, այս բարեբերությամբ շարունակում են առկա լինել և մինչև այդ ժամկետի ընթացքը
դատանը հնարություն ունենա այլի օբյեկտիվ գնահատման արժանացնել։ Այդ ժամանակ փոփոխություն կլինի, թե չի լինի, դատանը կարձանագրի տվյալ ժամանակահատվածի, այսպես ասած, վերջում։ Այս ամենի համատեքստում դատանը գտնում է, որ արտամիջոցները հենց այն ծավալով չափով և պայմաններով, որ իրարված են եղել, պետք է պահպանել։ Դատանը ղեկավարելով քրեական դատավարության ազդեցի 31, 33, 34, 115, 116, 118, 119, 122, 277 դրաստներով որոշում է սյուն գործով նվարել սամսալիսի կառավարության նկատմամբ կիրառված տնային կալանքների ժամկետի երկարությունը 2 ամիս ժամանակով մինչև 2026 թվականի սեպտեմբերի 18-ը վերաբերում։ Որոշումը ստանալուց հետո այն 10-օրյա ժամկետում ըստեյության տնային կալանքի ժամկետի մասով կարող է որոշվել վերակցելի չակարգության դատարան։